Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում ինձ է միացել Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։ Տիգրան, թերևս խոսենք ամենակարևոր արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենակարևորից, դա Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցներ, որը նախաձեռնել էր հայկական կողմը։ Ստացվում է այնպես, որ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո լարվածությունը այդպես էլ չմեղմացավ, որովհետև չնայած Հայաստանի եւ պաշտոնական Երևանի եւ Մոսկվայի տարածած հայտարարությունները տարբեր էին, ու ըստ փորձագետների հենց այդտեղ էլ զգացվում էր խնդիրների վերաբերվող, որովհետև հայկական կողմը ավելի շատ հավակնությունը տվել էր տնտեսական կապերի ամրապնդմանը եւ այդ սահմանափակումների վերացմանը, իսկ Մոսկվայից հնչող հայտարարությունները լրիվ այլ բանի մասին էին։ Ընդհանուր առմամբ այս իրավիճակը աչքի տակ ունենալով ինչ կարող ենք հասկանալ, որովհետեւ ակնհայտ տեսնում ենք, որ Փաշինյանը չկարողացավ լուծել տնտեսական այն խնդիրները, որոնք այս պահին առկա են։ Ինչ ենք հասկանում, այսինքն լարվածությունը այնքան մեծ է, որ Փաշինյանի զանգը որևէ էական ազդեցություն չունեցավ։ Տեսեք, մայիսին Երևանում Զելենսկին արեց մի բան, որը վերջնական խաչ քաշեց Փաշինյան-Պուտին նորմալ հարաբերությունների վրա։ Զելենսկին Հայաստանի տարածքից սպառնաց, որ կհրթիռակոծի մայիսի 9-ին Կարմիր հրապարակում ամեն տարվա զորահանդեսը եւ սա ոնց որ կարմիր կիսն էր, այն սահմանները, որը պետք չէր անցնել, ինչ կապ ունի Փաշինյանը, Փաշինյանը ընդունող կողմ էր եւ որևէ ձևի Զելենսկու հայտարարությունից հետո չասեց, որ ինքը համաձայն չի դրա հետ, խորհուրդ չտվեց Զելենսկուն այդպիսի հայտարարություններ չանել։ Դա նշանակեց, որ փաստացի եթե Մալչանյա զոլոտը պրինցիպով գնանք, լրությունը ոսկի է, եւ եթե դու լռում ես ամեն ինչի հետ համաձայն ես, սա նշանակեց, որ փաստորեն Փաշինյանը այդքան էլ դեմ չի Զելենսկու ասացին եւ այստեղ Մոսկվան անցավ արդեն այլ գործողությունների, Մոսկվան շատ հստակ Փաշինյանի արչև պահանջ դրեց, որպեսզի Հայաստանում տեղի ունենա հանրաքվե, որտեղ հայ ժողովուրդը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, պետք է որոշի, արդյոք ինքը մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե ինքը գնում է դեպի Եվրոպական միություն։ Այլևս Փաշինյանի կարծիքը Ռուսաստանին հետաքրքիր չի։ Բոլոր հնարավոր կամուրջները Փաշինյանը վարեց, Ռուսաստանը հասկացավ, որ վերջին մի քանի տարին սինխոստումներ տալով, շողոքորտելով եւ այլն Փաշինյանը ուղղակի Ռուսաստանից գումարներ էր կորզում եւ այդ գումարներով Հայաստանը տանում էր դեպի Եվրոպական միություն եւ այլևս Ռուսաստանը ցանկություն չունի Փաշինյանի հետ որպես երկրի ղեկավար որևէ առնչություն ունենալ Ռուսաստանին միայն հետաքրքիր է հայ ժողովրդի կարծիքը դրա համար եւ ԵԱՏՄ-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ եւ Ռուսաստանը Լավրովի բերանով, Պուտինի բերանով եւ մի քանի այլ խոսնակներով հստակ Փաշինյանից պահանջում է առավելագույն սեղմ ժամկետում Հայաստանում հանրաքվե անել, որպեսզի Ռուսաստանը հասկանա հայ ժողովուրդը ուզում է թշնամություն անել Ռուսաստանի հետ, թե ամեն դեպքում հայ ժողովուրդը չի աջակցում Նիկոլ Փաշինյանի ավանտյուրաներին եւ ընտրությունները 49%, որը Նիկոլ Փաշինյանը հավաքեց, դա նույնիսկ մասնակցած ժողովրդի մեծամասնությունը չի եւ ինքը լեգիտիմություն չունի, ԿՊ-ն լեգիտիմություն չունի Հայաստանում որևէ գործունեություն անել իր ծրագրից, քանի որ ժողովրդի 50.3% մասնակցած աջակցություն չեն ցուցաբերել ԿՊ-ին եւ ԿՊ առաջարկած ծրագրին։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը լեգիտիմություն չունի Հայաստանում որևէ կտրուկ քայլեր անելու եւ նաեւ հիմնվելով դրա վրա երևի Ռուսաստանը պահանջում է ոչ թե Փաշինյանից, այլ ցանկանում է իմանալ հայ ժողովրդի կարծիքը։ Փաշինյանի կարծիքը ինքը գիտի, Փաշինյանին վստահություն չկա եւ էլի տենց ասել լիրիկական մտքերով ասել, Մոսկվան այլևս Փաշինյանի արդյունքներին չի հավատում։ Փաշինյանը փորձեց ընտրություններից հետո Միշուստինի հետ ինչ որ ձևի լեզու գտնի դրա համար գնաց մի ցուցահանդեսի, որտեղ ինքը չէր գնալու, այնտեղից Զեռնունեն վերադարձավ, հիմա էլ Պուտինին զանգեց, կրկին պատասխան չստացավ եւ դուք ճիշտ ասացիք, տարբերություն կա Հայաստանի նախագահականի, Հայաստանի վարչապետի եկած հայտարարությունը եւ Ռուսաստանի նախագահականից եկած հայտարարությունը տարբեր էին, մերոնց մոտ, այսպես ասենք, Փաշինյանը ինչ-որ նույնիսկ հատատա էր տալիս, ասում էր, ահա, պետք է անպայման բերեք իրավական դաշտի, sense չի կարելի Եվրասիական կանոններով պետք է շարժվել, իսկ Ռուսաստանինը շատ չոր էր, հա, որ եւս մեկ անգամ
Վլադիմիր Պուտինը հորդորել է Սերժ Ժակետովին հարակվի անել, ինչպես դա պահանջում է Ռուսաստանը եւ հղում կար Եվրասիական տնտեսական միության ղեկավարների համատեղ հայտարարությունը, որտեղ կրկին դա են իրենք պահանջում։ Տիգրան, ստացվում է այնպես, որ դուք էլ ձեր խոսքում ասեցիք, Զելենսկու այցը առանց այդ էլ սրեց գելարված իրավիճակը Երևան-Մոսկվա հարաբերությունների, որովհետև դրանից առաջ էլ հարաբերությունները այնպես պարզ եւ հարթ չէին։ Եվ ստացվում է այնպես, որ այսօր ականատեսենք լինում մի ուրիշ դրվագի, խոսքը Բաքվից հնչող հայտարարությունների մասին է Ալիևի մակարդակով, բայց ինչու այս դեպքում հարց է առաջանում սովորական քաղաքացիների մոտ այդ նույն սահմանափակումները կամ դրանից ավելի վատ սահմանափակումներ չի կիրառվում Բաքվի նկատմամբ, որովհետև ակնհայտ տեսնում ենք, որ Բաքվից հնչում են ոչ միայն հակառուսական հայտարարություններ, այլ նաև խոսվում է Բաքվի ռուսական գազը փոխարինել, հա, Եվրոպայում փոխարինել Բաքվի գազով, այսինքն ոչ միայն տնտեսական սպառնում է Ռուսաստանի տնտեսության աճին, այլ նաև տարածքային ինչ-որ պահանջներ է ներկայացվում։ Նայեք, շատ պարզ է, որովհետև Բաքուն չի հանդիսանում ՀԱՊԿ անդամ եւ Բաքուն չի հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ, B Բաքուն չի հանդիսանում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, հա, եւ G այնպես չէ, որ Ռուսաստանը երբ որ ժամանակով ձեռքերը հասնում է Ադրբեջանին, չի պատժում Ադրբեջանին, մենք բոլորս հիշում ենք ինչ սկսվեց օրինակ նույն Ադրբեջանի համայնքի հետ Ռուսաստանում, երբ որ Ալիևը բավականին իրեն թույլ տվեց հանդուգն խոսել Վլադիմիր Պուտինի հասցեին կապված ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ եւ մի քանի, այսպես ասենք, շատ կարկառուն ներկայացուցիչներին կալանավորեցին, որոնք անմիջականորեն կապված են Ալիևի կլանի հետ, հա, եւ նաև մենք տեսանք, որ Ալիևի լավագույն դաշնակիցները նույն մամուլում, հա, Միխայել Գուսմանին հանեցին ուրեմն 10-ի ռուսական լրատվական գործակալության փոխնախագահից, հա, եւ մի հոգել Ադրբեջանի ամենամոտ կանգնած քաղաքագետներից մեկը Մարկովին տվեցին ինոագենտի ստատուս, այսինքն այնպես չի, որ Ռուսաստան չի պատասխանում, բայց էլ եմ ասում, այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի Հայաստանի ԵԱՏՄ-ի, Հայաստանի ՀԱՊԿ-ի կապերը եւ ստատուսները այլ են, քան Ադրբեջանի։ Ես իհարկե բոլորս կողմ ենք, որ Ադրբեջանն է պատժեն, բայց այստեղ Ռուսաստանը ուզում է հասկանալ Հայաստանը ընկեր է թե ընկեր չի։ Եթե ընկեր չի, արդեն կարող է հարաբերեն, որը Վլադիմիր Պուտինը դա էլ ասաց, եթե ուզում եք, մենք կարող ենք խաղաղ բաժանություն անենք, հա, այդ ժամանակ փորձենք ավելի դուք եք քիչ վնասներով դուրս գանք, մեկ էլ քիչ վնասները, բայց էլ եմ ասում, եթե դու բերում ես մարդուն Հայաստան ու հարթակ ես իրան տրամադրում, ընդ որում առանց հասկանալու, Ռուսաստանը գիտեք բավականին հետաքրքիր տրամաբանություն եւ հոգեբանություն ունեցող երկիր է, հա, դու կարող ես անընդհատ իրեն վատություն ասել, չգիտեմ, նույնիսկ հայհոյել եւ բաներ անել, բայց չանցնել որոշակի գծեր, որոնք սակրալ են, սուրբ են Ռուսաստանի համար։ Եվ տեսեք, այսքան տարի կարողացել է Փաշինյանը հակառուսական քայլերով, ռուսական գործիչներին ճնշելով, մեղադրելով Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մեջ, որևէ արձագանք չկար։ Բայց որ կպավ այդ սուրբ լարերին, կարին գծերին, այդտեղ արդեն արձագանք եղավ։ Իմ կարծիքով պետք է։ Մյուս սխալը Փաշինյանի նա մտածեց եւ նաեւ իր խորհրդողները մտածեցին, որ եթե Փաշինյանը ընտրվի, ուզած-չուզած Ռուսաստանը իր այդ լեզու է գտնում, ես տեսել եմ որոշ քաղաքագետների պնդումներ, որ հունիսի 7-ից հետո որևէ իրավիճակ չի փոխվելու, այլ Հայաստանը ու Ռուսաստանը տնտեսական հարցերով պետք է համագործակցեն եւ այլն, բայց տեսանք այն ինչ որ եղավ, երևի թե Վլադիմիր Պուտինի համար Նիկոլ Փաշինյանը արդեն ավարտված գործընկեր է, այո, Ռուսաստանը ներկապային որոշակի համագործակցությունի Հայաստանի հետ եւ մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ դեռևս սահմանափակումները դրված են Ռուսաստան մտնող ապրանքների մեծամասնության վրա, ոչ բոլորի։ Իսկ այն, եթե ասված չէ, ինչ կատարի, եթե Ռուսաստան սկսի սահմանափակումներ դնել Ռուսաստանից դուրս եկող ապրանքների վրա, այդտեղ արդեն բավականին շատ խնդիրներ ունեն։ Եվ ել եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ոճը Ռուսաստանից շփվել շանտաժի լեզվով, տեսեք, Միշուստինը չստացվեց, տվեց Գագիկ Ծառուկյանի կալանավորման հրամանը, Պուտինը չստացվեց, կաթողիկոսի գործը գնաց դատարան, հա, այսինքն շատ
գեղավարի, հա, գյուղասենի չվիրավորելով, հա, գեղցիավարի շուստրույություն, հա, որը եթե Հայաստանի ներքին քաղաքականության մեջ եւ որոշակի ժամանակ արտաքին քաղաքականության մեջ գնում էր, այլևս չի աշխատում, որովհետեւ հիմա բանը եւ այլևս չի աշխատում Փաշինյանից հստակ պահանջ են, Փաշինյանից չէ նույնիսկ հայ ժողովրդից, ցանկանում են ժողովուրդը ուզում է գնալ Եվրոպա եւ նաեւ զգալ այդ Եվրոպա գնալու բոլոր, այսպես ասենք, վարիկները, թե ժողովուրդը ամեն դեպքում համարում է, որ պետք է Ռուսաստանի հետ թշնամանալ եւ Ռուսաստանի հետ կառուցելով նորմալ հարաբերություններ, այդում դաշնակցային Հայաստանը մեն դրանից կծաղկի եւ օգուտ կունենա։ Տիգրան, թերևս խոսենք նաև գանք ներքաղաքական թեմաներին, ընդամենը մի քանի օրից մեկնարկում է ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, այսպես ասած երկու ընդդիմադիր ուժեր անցել են խորհրդարան, ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքը, այն ինչպես եք պատկերացնում, ինչպես կանցնի առաջին նստաշրջանի առաջին օրը, հա, եւ արդյոք ինտրիգների ականատես չենք լինի։ Դեք արդեն մի անգամ մեր եթերի մասի շատ մեծ սպասումներ չունեմ, ավելին ասեմ, իմ մոտ որոշակի սպասումներ կան, որ այս խորհրդարանը այս տեսքով եւ այս կազմով երկար չի աշխատելու, այսինքն մեծ կասկածներն են, որ 5 տարի այդ խորհրդարանը կգոյատևի, որովհետեւ զուգահեռ գնացող ճգնաժամերը, հա, ներքին ճգնաժամ, արտաքին աշխարհական ճգնաժամ, հայ-ռուսական հարաբերություններ, հայ-իրանական հարաբերություններ, դա ամեն ձևի ազդելու է քաղաքականության վրա եւ այո, Թուրքիան եւ Ադրբեջանը որոշակի պահանջներ ունեն Հայաստանի հանդեպ եւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է դա անել ընտրություններից հետո, դրա համար մինչև ընտրությունները իրեն ձեռք չենք տալիս, հիմա այդ պահանջները եկել են։ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլուծի, չի լուծվում, հա, այսինքն որոշակի ռեպրեսիաներ ինքը անում է, օրինակ Գագիկ Ծառուկյանի հանդեպ կամ այս մի քանի օրը կրկին այդ անօրինական ինչ-որ գույքի թեմաներն են առաջ գալիս, բայց դա էլ չի աշխատում, ավելին ինքը էլեկտորատ է կորցնում, փորձում է ավելի սեղմել, այսպես ասենք, աշխատացնել ռեպրեսիվ ապարատը, բայց այստեղ էլ խնդիր ունի, ոչ բոլոր դատավորներն են պատրաստ եւ ֆիզիկապես եւ հոգեբանորեն մտնել այդ գործերի տակ, դրա համար գլոբալ առումով խնդիր է, եթե դու բռնապետություն ես կառուցում, դու այդ բռնապետության հիմնական մեխանիզմները պետք է կարողանաս պահես եւ յուղես, հա, խոսքը գնում է ոստիկանության պետական ապարատի դատական համակարգի։ Իսկ գումարները չկան։ Գումարները գալիս են Ռուսաստանից, Ռուսաստանից այդ գումարը չկա։ Դրա համար սա ինչ-որ գլոբալ process է, այո, ինքը ունի մեծամասնություն պարլամենտը մի շնորհիվ 2015 թվականի սահմանադրության, չունի ինքը մանդատ, ժողովուրդը իրեն չի տվել, ժողովրդի մեծամասնությունը իր ծրագիրը չի հավանել, իսկ այն ինչ որ կա պարլամենտում բավարար չի սանձրական փոփոխություններ անելու։ Ինչ է անելու, ոնց է անելու, մտնելու է տոտալ դիկտատուրայի մեջ, հա, որը պետք է դեռևս կարողանան մարսել, թե ամեն դեպքում փորձել լեզու գտնել, չգիտեմ, բայց այսպես ասեմ, ներկա խորհրդարանից գլոբալ առումով Հայաստանի քաղաքականության վրա, ներքին քաղաքականության վրա շատ քիչ լծակներ են մնացել ազդելու, որովհետև քաղաքականությունը հիմա արվում է այլ տեղեր, այլ կաբինետներում եւ ոչ պարտադիր Հայաստանի ներսում։